Վաղարշապատի ընտրություններում մոտ 32% ձայն ստացած հաղթանակ դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանը պնդում է, իրավապահները քաղաքական հրահանգով փորձում են խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ իրենց թիմին ճնշել եւ վարկաբեկել։ Սա ուղիղ քաղաքական ուղղորդում է, ուղիղ, ես ասում եմ, իրենք չեն կարող Վաղարշապատում իրենք լինելով միանձնյա իշխանության չեն կարողանում հիմա համակերպվել, որ կա մարդիկ, կա թիմ, ով ասելիք ուներ Վաղարշապատում ու 10,000-ից ավել ձայն է հավաքել մոտ 32,000։ Իրենք նաև վտանգ են տեսնում, որ 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս համայնքում կան հետևյալ թիմն ունեցող, այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ, որը իրենց շատ մեծ, այսինքն իրենք դրանից վնաս են տեսնում, դրա համար փորձում են, այսպես ասած, քրեական գործերով այս ընթացքում փորձելու են մեր թիմի անդամներին փորձել ընկճել, փորձել նեղել քրեական գործերով, որ կարողանան թիմը պառակտել, բայց դա թիմը այնքան մեծ է, որ չի ստացվելու։ Ընտրություններից ուղիղ 1 օր անց 3 երեկոյան իրավապահները խուզարկություններ իրականացրին ընդդիմադիր դաշինքի անդամների եւ աջակիցների տներում։ Այսօր առավոտյան արդեն հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց ընտրակաշարք ստանալու, տալու եւ ընտրակաշարքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում 5 հոգու մեղադրանք է առաջադրվել։ Խուզարկություններից հետո նրանց չեն կալանավորել։ Հաղթանակ դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատյանը այսօր հերքեց, թե իրենց թիմից ընտրակաշարք բաժանողներ են եղել։ Ավելին պնդեց, թե ինքն այս 5 մեղադրյալից 2-ին առհասարակ չի էլ ճանաչում։ Մյուս 3-ն ասաց իրենց թիմակիցներն են։ Դավթյան Արմենը, Գևորգյան Տիգրանը եւ Գևորգյան Կարենը։ Իրենք են, այո, իրենք են տները խուզարկել են, տարել են հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ հարցաքննություն է իրականացվել, չէ, Տիգրանին չեն տարել են Կարենին ու Արմենին, բայց Տիգրանից տունել են խուզարկության ենթարկել, երևի թե ինչ-որ բաներ են մանեկել, չեն կարողացել գտնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում, քրեական գործը երբ է հարուցվել, ովքեր են ընտրակաշարք բաժանել եւ երեկվա խուզարկություններից հետո ինչ են հայտնաբերել ավականուն դիմադիր տեխնացուների բնակարաններից։ Ես չեմ բացառում, որ շատ մարդկանց հանդեպ նոր է սկսվելու քաղաքական այդ գործից ազատման բարեկամներին, հարազատներին աշխատանքից ազատման process-ը դեռևս նոր թափով շարունակվելու է։ Խաչատյանի խոսքով իրենց աջակիցներին դեռ քարոզարշավի փուլում էին ճնշում, հիշեցրեց ինչպես է Արմավիրի մարզպետը դպրոցի տնօրենի պաշտոնից ազատել իր թիմակցի բարեկամին պատճառաբանելով, թե քաղաքականությամբ է զբաղվում։ Սա ի դեպ չէր հերքել նաև մարզպետը, հրաժարվելով ներկայացնել իր որոշման մանրամասները։ Քաղաքականությամբ է զբաղվել աշխատանքային ժամին, դրա համար հեռացվել է։ Ինչ է արել մասնավորապես։ Դե ուղիղ ասեց ինչ արել։ Նկատի ունեմ ինչպես է դա դրսևորվել, էլի, ինչ է արել։ Տենց բացատրելու բան չունեմ, բացելու ասեցի ուղիղ ինչ արել, ինչի համար հեռացվել է։ Ավականի անցած Խաչատյանի գնահատմամբ ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն է ունեցել Վաղարշապատ համայնքի խոշորացումը։ Ընտրություններից ամիսներ առաջ իշխանությունը որոշեց Վաղարշապատն ու Խոյը միավորել։ Խաչատյանը կարծում է համայնքները իշխանությունը միավորեց, որ ՔՊԱ-ական Արգիշտի Մեխակյանի ծննդավայր Խոյից քվեներ ապահովեր։ Դուք որ ընտրության արդյունքները տեղամասային նայեք, կտեսնեք, որ Խոյ համայնքի իրենց հաղթանակը, այսպես ասած, ընտրապայքարի հիմնական ձայները բերել են Խոյ համայնքից, խոշորացված համայնքից, որտեղ ունեցել են վարչական մեծ ազդեցություններ, իրենց վարչական ղեկավարների, աշխատակիցների միջոցով, ամբողջ քվեարկության ընթացքում եւ օրեր առաջ փորձել են մարդկանց կոնտրոլ անել եւ քվեարկության ընթացքում են փորձել տարբեր մեթոդներով, տարբեր ստերով, տարբեր կեղծիքներով, ամեն դեպքում իրանց մոտ այդ պլանը կարծես թե աշխատեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով Էջմիածին քաղաքում ՔՊԱ-ական Արգիշտի Մեխակյանի եւ ընդդիմադիր Սևակ Խաչատյանի ստացած ձայների տարբերությունը մի քանի 100 է։ Պատկերը բոլորովին այլ է նախկին Խոյ համայնքը ներառող գյուղերում։ Այստեղ իշխանական տեխնացուն ստացել է 7000-ից մի փոքր ավելի, իսկ ընդդիմադիր տեխնացուն մոտ 2500 ձայն։ Եթե ընտրությունից ամիսներ առաջ այս միավորումը չլիներ, Խաչատյանը կարծում է արդյունքներն այլ կլինեին։ Թե ինչու ՔՊ-ն հաղթեց Վաղարշապատում, այսօր կարճ տեսանյութով բացատրել է վարչապետը։ Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ, որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ քաղաքացիական պայմանագիրը կյանքի մասին եւ մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը։ Մարդիկ պարզապես ընտրում են կյանքը եւ իմ համեստ կարծիքով այդպես լինելու է նաեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։
Վաղարշապատում քվեարկության արդյունքները վիճարկելու մտադրություն ընդդիմադիր հաղթանակ դաշինքը չունի։ Սևակ Խաչատյանն ասաց, իրենց վստահված անձին կընտրատեղամասերում աշխատել են եւ վերահաշվարկի իմաստ չեն տեսնում։ Քաղաքացիական պայմանագրից հետո հաղթանակ դաշինքը վաղարշապատի ավականիում լինելու է երկրորդ ուժը։ Ամենայն հավանականությամբ կստանան 12 մանդատ, որոնցից հրաժարվել մտադիր չեն։ Քանի որ այդ 10,000 ձայնը 10,000 մարդով մեզ ձայն է տվել, պետք է իրենց ձայնը համայնքապետարանում ներկայացված լինի, համայնքապետարանում պետք է այդ մարդիկ ակտիվ մեր թիմի անդամները աշխատեն, որպեսզի մենք ինքներս էլ ապացուցենք, որ մեր թիմն է ավելի ճիշտ, ավելի լավ պատկերացնում Վաղարշապատ համայնքի ապագան, քան այն թիմը, ով այսօր լինելու է համայնքային իշխանության։ Բացի քաղաքացիական պայմանագրից եւ հաղթանակ դաշինքից անցողիկ շեմը հաղթահարել է նաեւ Մայր Հայաստանը, որի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 5%-ը։ Այս արդյունքները նախնական են, դրանք կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի այս կիրակի։